Կարող էինք մենք այդ այցից ավելին ունենալ, եթե ունենայինք նորմալ արժանապատիվ իշխանություն իր օրակարգով։ Ամերիկյան շահերի կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը տեղավորվում է։ Նիկոլ Փաշինյանին պետք էր լուսանկար, իրականում 9 միլիարդ դոլարով մեր պետական պարտքը ավելանալու է։ Դա պավորությունն է, որ այս գեղեցիկ բառերի փաթեթավորմամբ փորձ է արվելու փակել ժամկետից շուտ մեծամորի ատոմակայանը։ Եթե մեզ ծանոթ բառամթերքի տրանսֆորմացնենք պարոն Վենսի բառերը, նշանակում էր, եթե ուզում եք ինչ-որ բարիկներից օգտվեք, դիմտրեք Փաշինյանին։ Անունը չտալով դա եթե միջանցքել չէ, կիսամիջանցք է։ Միանշանակ։ Վաշինգտոն-Երևան հարաբերությունները սուբյեկտ-օբյեկտի մակարդակի վրա են։ Ես տեսականորեն չեմ բացառում, որ Ռուսաստանը մասնակից մի օր դառնա թրիփին, բայց սա Հայաստանի հետ բացարձակ կապ չունի։ Այսինքն հասկացնում եմ, որ եթե իրենք չմասնակցեն, թրիփը կենսագործվելու իրական հնարավորություն չի ունենա։ Ինչ-որ մեկը ռուսների հետ քննարկում է թրիփ։ Բայց կրկնում եմ, եթե նույնիսկ քննարկվի, Նիկոլ Փաշինյանը մերպես լրահոսից կիմանա այդ մասին, Reuters-ից կամ բանից։ Վերցնելու են շերեփները, ընկնեն Հայաստանի վրա։ Կոնսենսուս։ Նիկոլ Փաշինյանի շուրջ չի, դա թուլության եւ խոցելիության շուրջ է։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից օրեր անցել քննարկումները թեմայի շուրջ չեն դադարում։ Գնահատականները ծայրահեղ բևեռացված են, տնտեսական հրաշքից ու բացառիկ անվտանգային երաշխիքից մինչև սոսկ նախընտրական աջակցությունը ընդամենը հակաիրանական ու հակառուսական քայլ։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր կփորձենք գտնել ռացիոնալը։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց բարի գալուստ կիզակետ։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Եվ այսպես, եթե իմ այս երկու նշած ծայրահեղություններից դուրս գանք, որոնք են Վենսի այցի եւ ընդհանուր առմամբ հայ-ամերիկյան, հայ-ամերիկա-ադրբեջանական այս process-ի ռիսկերն ու հնարավորությունները մեզ համար եւ որն է Հայաստանի շահը։ Իդեպ այս շահը վերջին օրերին անընդհատ փնտրում են տարբեր Facebook-յան եւ տաղավարային բանավեճերում։ Եկեք արձանագրենք, որ Միացյալ Նահանգների երկրորդ պաշտոնյան փոխնախագահ Դիվենսը սպասարկում է Միացյալ Նահանգների օրակարգը, հետեւաբար նրանց տեսանկյունից Վենսին տարածաշրջան էր բերել կոնկրետ շահ կամ կոնկրետ շահերով էր նա եկել տարածաշրջան։ Դա կապված է Միջին Միջանցքի հետ, գիտեք, հանքային ռեսուրսների, կենտրոնական Ասիայից հանքային ռեսուրսները Եվրոպա տեղափոխելու հետ, իսկ Միացյալ Նահանգների շահը այստեղ տեսանելի է։ Ինձ խիստ տեսանելի է նաև Ադրբեջանի շահը։ Ես չեմ ուզում միայն բացասական շեշտադրումներով անդրադառնանք Վենսի Երևանյան այցին։ Այնուամենայնիվ, դրա համար ասում ռիսկ հնարավորություններ մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգների փոխնախագահ է եկել Հայաստան եւ կարող էինք մենք այդ այցից ավելին ունենալ, եթե ունենայինք նորմալ արժանապատիվ իշխանություն իր օրակարգով, ցավոք սրտի դա մենք չունենք։ Եվ այո, այնինչ ըստ էության Երևանյան այցից մնաց Վենսի նստվածքն է նախընտրական արշավին սպասարկելու Նիկոլ Փաշինյանին։ Դա բացարձակապես չի հակասում ամերիկյան շահեր հետապնդելուն։ Այդ ամերիկյան շահերի կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը տեղավորվում է։ Նիկոլ Փաշինյանին պետք էր լուսանկար, Վենսին պետք էր աջակցության խոսքեր ասել մի մարդու հասցեին, որը տեղավորվում է իրենց ծրագրերում։ Հիմա Հայաստանի ձեռքբերում կարելի համարել օրինակ դրոնները։ Դա ես համարում եմ նորմալ տեխնոլոգիա, որը ձեռք ենք բերել։ Իհարկե չգիտենք հետո ինչ նպատակով եւ ոնց կօգտագործվի դա։ Հակածայրահեղ գնահատական, որ ասում են Իրանի դեմ։ Դե հիմա եկեք այնուամենայնիվ ծայրահեղություններին չտրվենք, ռիսկ կա նման, այո։ Ռիսկ կա, այո։ Ես բացարձակ ձեռքբերում չեմ համարում քաղաքացիական միջուկային համաձայնության համաձայնագրին վերաբերվող հայտարարությունները։ Ավելի պարզ այդ մոդուլայինին։ Այդ մոդուլային ռեակտիվներին, որոնք դերևս չեն էլ փորձարկվել 2030-ականներին նոր Միացյալ Նահանգներում լինելու են դրանք։
Մեզ ավելի էժան եւ շահավետ պայմաններով եւ Չինաստանը եւ Ռուսաստանը ինչ-որ բաներ են առաջարկում։ Հետո ինչու ենք մենք միջուկային էներգետիկայի քաղաքական բաղադրիչից հրաժարվում մեծ ատոմակայանի տարբերակից հրաժարվելու։ Ինչի ենք հրաժարվում։ Որտեղ Ասում են Թուրքիան է պահանջել։ Եվրամիությունը, Թուրքիան, Ադրբեջանը, այո, դա ընդհանրապես հայկական սուբյեկտությունը թույլատնելու ուղղված քայլ է։ Եվ այնպես կարող է ստացվել, որ մենք մեծ ատոմակայանը փակենք, այդ մոդուլար ռեակտիվներն էլ չունենանք։ Հետո վեսը խոսում էր կայացած համաձայնությունների մասին Երևանում, չէ՞։ Նույնիսկ շուտ թվեր էր բերում, որոնք անամոթաբար այս իշխանությունները ներկայացրեցին որպես ներդրում, իրականում 9 միլիարդ դոլարով մեր պետական պարտքը ավելանալու է, այդ տեխնոլոգիաները ձեռքբերելու համար։ Իա վճարելու ես, դել սակագնի գնագոյացման վրա է ազդելու, անխուսափելի։ Այսինքն սա թվում է թե տնտեսական ծրագիր է, բայց քաղաքական բաղադրիչ է։ Իհարկե, քաղաքական բաղադրիչ է, այս դեպքում Ռուսաստանի ազդեցության թույլատնանը միտված ակնհայտորեն, եւ որտեղ ինչ կար ոգևորվելու, ինչն են աննախադեպ ներկայացնում, ինչ տնտեսական աշխուժության կամ ակտիվության մասին են խոսում, ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Բայց Փաշինյանն ասաց է հանրայինի հարցազրույցում, որ գիտեք, երկարացնելու ենք մեծամորը, ով է ասում ենք ռուսների հետ բանակցում ենք, դա ինչ է։ Դուք վեսի զրույցից տպավորություն եք ստացել, որ համաձայնություններ չկան։ Բայց վեսին թոնթատեր ասել, մենք դերևս հստակ որոշում չունենք, որովհետև Չինաստանի եւ Ռուսաստանի հետ ենք օրինակ բանակցում։ Մեկ օր հետո ասաց այդ ամեն ինչը։ Հա, բայց վեսը որպես կայացած փաստ, գոնե իմ տպավորությամբ, վեսը դա ներկայացնում էր որպես կայացած փաստ։ Անգամ գումար էր նշում։ Հա, ինչ-որ գումար էր նշում, բաթո այդ ժամանակ ասեին, որ Հայաստանը չունի վերջնական դիրքորոշում։ Այո, դա էլ ենք դիտարկում, քննարկում եւ այլն, բայց չունենք վերջնական դիրքորոշում։ Ավելին ասեմ, այս այցի ընթացքում հնչել է մի հայտարարություն Վենսի ամենայն հարգանքով իրանցի նկատմամբ, որը խիստ վիրավորական է Հայաստանի համար, Թրամփի ուղով Ադրբեջան գնալու մասին։ Ոչ մի հաստատված Թրամփի ուղի ռեժիմ չկա, նույնիսկ դրա սահմանները մենք չգիտենք, ել չեմ ասում գործելու մասին, հա։ Ինչա Թրամփի ուղին Հայաստանն է։ Վենսի հայտարարությունից կարող ենք այդպիսի տպավորություն ստանալ։ Ասում առաջինն եմ, որ Թրամփի ուղով անցել եմ Ադրբեջան, չէ՞, Բաքվում է այդ հայտարարությունը։ Հա, չի օգտագործել Հայաստան նկատի ունենք։ Կամ էլ Հայաստան նույնացնում են Թրամփի ուղու հետ։ Հասկանում եք։ Ես որպես կանոն, դուք դեռ ռացիոնալիզմի մասին եք խոսում, իդեպ շնորհակալություն, որ ինձանից ակնկալում եք ռացիոնալ խոսք։ Նման այցերի մեջ քաղաքական, հա, ծայրահեղական։ Նրա այցերի մեջ դրական բան կարելի է փնտրել, եթե դու ունես օրակարգ, բայց Վենսի այցը ինձ մոտ գոնե ավելի շատ հարցեր է առաջացրել, հարցեր, որոնց պատասխանները չեմ ստացել, քան եղած հարցերին հնչել են պատասխաններ, որոնք ինձ բավարարել են։ Այսինքն ռիսկերն են ավելի շատ ավելացել գոնե երևութական առնվազն չեմ պակասել եւ առնվազն իմ մտահոգությունները թրիփի հետ կապված ավելի արմատացած է եւ ավելի խորքային է, ես ավելին տպավորություն ունեմ, որ այս գեղեցիկ բառերի փաթեթավորմամբ փորձ է արվելու փակել ժամկետից շուտ մեծամորի ատոմակայանը եւ մի բան էլ ասեմ, որ արդեն մեր ազգային ամոթն է, փաստորեն այն որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ այլևս 100 տարով երաշխավորված է մեր պետականություն, դա բացառապես թրիփի հետ էր կապել։ Ասաց Հնեկը, որ 99 տարին նշանակում է, որ գիտեն, որ ոչ իման չի նշանակում, որովհետև Միացյալ Նահանգները թրիփի վրա հազիվ 200-300 միլիոն դոլար փող են ծախսելու։ Դրա համար ինչ-որ մեր պետականության ճանաչմանը համարժեք բան չի էլի, սա մեկ։ Երկրորդ ով ասաց, որ այդ ճանապարհը նրանք չեն կարող օգտագործել առանց հայկական պետականության գոյության, հա։ Եվ երրորդը, եթե ինքնիշխանությունից ամբողջ օրը ճամարտակող մի ղեկավար մի պետության կամ մի նախագծի հետ է կապում պետականության հարատևության գաղափարը, ուրեմն ավելի ցածր սուբյեկտություն դժվար է պատկերացնել։
ասում եմ, այստեղ Վենսի մեջ չի խնդիրը։ Նա որպես թիվ 1 գերտերության Բարսաշյան պաշտոնյա պարտավոր է սպասարկել իր երկրի շահերը, ինչը ինձ թվում է փայլուն անում էր։ Այստեղ մեր մեջ է խնդիրը։ Այս հորթային հրճվանքի մեջ է խնդիրը։ Իշխանությունների PR-ը տեսնում եք քարոզչական 30 տարի հարկելի արկածի։ Նույն ձևի ինչ-որ միստիկ ակնկալիքներ ենք ունեցել մեկ այլ աշխարհակաղակական կենտրոնից, Ռուսաստանից։ Հիմա մեր հասարակության մի զգալի մասը իշխանության մեդիա տերորի պատճառով ոնց է վերաբերվում Ռուսաստանի չնկարագրենք, հա, եթերում։ Այն նույն բանը հայ-ամերիկյան հարաբերություններին են վաղը սպասում։ Այդ միստիկան տանում են դեպի Վաշինգտոն։ Մտածողության փոփոխություն եք տեսնում։ Այս ժամանակ մարդիկ կային, որոնց համար արևը ծագում էր Մոսկվայից, հիմա մարդիկ կան, ընդ որում հին ռուսամետներ շատ շեշտված, հիմա էլ արևմտամետներ են դառել, դից համընկնում է հանրային բանում էլ կա, թե միայն արդեն հանրային մտածողությունում էլ կա, բայց հանրային մտածողությանը անդրադառնալուց առաջ ու առաջին հերթին քաղաքական մտածողության մասին պետք է խոսենք, սա քաղաքական խոտոր մտածողության հետևանք է, որ մենք ոչ թե գործընկերներ ենք փնտրում, հարգելի արկածի, այլ փրկիչներ։ Որևէ պետություն մեզ փրկիչ չի կարող լինել, առավել եւս ամենայն հարգանքով Միացյալ Նահանգների հանդեպ դուք որտեղ տեսաք անվտանգության երաշխիքներ։ Իշխանությունը, այսպես ենթակառուցված կա ավտոմատ դառնում է Ոչ։ Ոնց որ մենք չխփեցինք British Petroleum-ին, իրենք էլ Ադրբեջանն էլ չի խփի, այդպեսի է, պարզունակացած, հենց այդ տեքստն է ասում։ Ախր խփել չխփելու մասին չի հարցակվի։ Դստեղ անվտանգության որևէ երաշխիք չկա։ Եվ մյուս բանը, բաս սա է ձեր պատկերացրած ինքնիշխանությունը։ Դուք պատկերացնում եք, որ հանգարց օրինակի համար Լավրովը կամ Ռուսաստանի վարչապետը, ու համարժեք պաշտոնյայի անուն եմ տալիս, Վենսին համարժեք, Հայաստանում բացահայտորեն աջակցեր հայտարարեր իր ներքաղաքական նախապատվության մասին։ Ասել ինչ եմ ուտում։ Հիշում եք, չէ՞, Սալավիովի մի գրեյ կար հայտարարություն, քանի օր չէր իշտում։ Ինչ է, մարդը ասում է, այդ բաներն էլ սիմվոլիկ, որ հիմա ասում եմ, կստանաք, եթե Նիկոլ Փաշինյանին ընտրեք։ Ասում պետք է պահենք ֆորումի մեջ, հա, մարզավիճակում լավ, մի բառացի համարը ասում էր, ուղղակի մեզ ծանոթ բառամթերքով չեն խոսում։ Եթե մեզ ծանոթ բառամթերքի տրանսֆորմացնենք պարոն Վենսի բառերը, նշանակում էր, եթե ուզում եք ինչ-որ բարիկներից օգտվեք, դիմտրեք Փաշինյանին։ Սրանից ուղիղ միջամտություն։ Դրա գինը որն է, այսինքն դրա գինը թրիփն է, ատոմական, ահա, թրիփը, իհարկե, այդ ատոմականն է, փակումը այստեղ ռուսական ազդեցության փոքրացման։ Ընդ որում դա միշտ եղել է Բրյուսել, Բաքու, Անկարա պահանջ։ Հիմա փաստորեն Միացյալ Նահանգներն էլ միացել են այդ ձայներին, այսպես ասենք, իրաց տեխնոլոգիաների առաջ մղումն է։ Հա, բայց ասում են մենք ամեն մարդու չենք, ամեն պետության չենք տալիս, այն չիպերը եւ այլն եւ այլն հիշում եք։ Դարձրեք այդ տիպի հայտարարություններ Թրամփից քանի անգամ եք լսել տարբեր երկրներում։ Ավելի պերճախոս հայտարարությունների օրինակներ էլ կարող են բերել, որ նա ուզում է ինչ-որ պետության սիրաշահել, վախեցնելու դեպքում մաքսատուրքա վարձացնում, սիրաշահելու դեպքում ասում է այն բացառիկ երկիրն եք, որ այս տեխնոլոգիան ստանալու եք։ Բանը հա դա ասում են Երևանի աշկ վախեցնող ականջող հայտարարությունները Թրամփի ու նրա վարչակազմի բոլորից քաջածանոթ է։ Բայց այցին նախորդել էր Գոբլի շատ վտանգավոր հարցազրույցը, որտեղ նա բավականին մոտ ճշմարտությանը հայտարարություններ էր անում Միացյալ Նահանգների համար Ադրբեջանի գերկարևորության մասին եւ ընդհակառակը Հայաստանի սիմվոլիկ նշանակության մասին։ Իդեպ լավ հիշեցիք Գոբլին, հիմա գետնի վրա Վենսի այցով դուք այդ վերջին մտքի հաստատումը տեսաք թե չէ, երկու տեղն էլ գնաց։ Որտեղ ինչի պիտի չտեսնեմ։ Մանավանդ որ մեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի կարծեմ 3 էր։ Բրիֆինգն էին նայում, համառորեն մարդը չկարողացավ հստակ պատասխան տալ։ Ի վերջո գետնի վրա
Հայաստանի մաքսավորը հանդիպելու է ճանապարհ անցնող Ադրբեջանի քաղաքացու։ Փաշինյանն ասաց, արհեստական բանականությունն է հանդիպելու։ Հանրայինի եթերում ինչի եք Պեկին սպասում։ Արհեստական բանական ինչպես Քաթարում, Էմիրություններում եւ ելի մի քանի տեղ։ Գիտեք, իրանք քանի տասնամյակներ ու ինչպիսի առանձնահատկություններով են հասել նման կարգավորումների։ Ու արդյոք ունեցել են կոնֆլիկտներ հարևանների հետ։ Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը օրինակ կարող են տենց միասնական համակարգեր ունենալ, որ նման տեխնոլոգիաներ կիրառեն, լրիվ մանիպուլյացիա է։ Ալիևը ԱԲ-ի մասին բան չի ասել։ Իհարկե։ Կամ Ադրբեջանի հետ որ ճանապարհն է թրիփի պայմաններով շահագործվելու մեր համար, որ նույնը տենց զուգահեռներ է, էլի Փաշինյանը անցկացնում։ Ակնհայտորեն այդ front office, back office բանը գործառնական մոդելը ենթադրում է, մեր հեռուստադիտողին շատ պարզ ասենք, մատչելի հայերենով, էլի խոսակցական, որ իրականությունն է դառնալու Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի քաղաքացին բեռները, մեքենաները այ երես չեն տեսնելու։ Իսկ մերոնք օֆիսում նստած վերահսկելու են մի հատ process, իսկ գետնի վրա երրորդ երկրի օպերատորներն են հարաբերվելու ադրբեջանցիների հետ։ Այսինքն անունը չտալով դա եթե միջանցքել չէ, կիսա միջանցք է։ Միանշանակ։ Բա բացառիկ Չէին գրելու լիազորություններ տալը ի՞նչ է։ Հա, այսինքն դա տարբերվելու է Հայաստան, Վրաստան, Հայաստան, Իրան ճանապարհ։ Ալիևը ինչքան էլ դաժան է, այտենց մարդու լեզու էլ չի պատտվում այդ արտահայտությունը անի, որ Ալիևը ճիշտ ասեց։ Բայց Ալիևը ճիշտ ասել, հարգելի Արկադի, ինչ անուն ուզում եք դրեք։ Թրիփը անդուրա, այս Զանգեզուրի միջանցքը անդուրա կարող եք թրիփ դնել։ Մեկն էլ կարող է դնի բանի Նիկոլ Փաշինյանի կածան։ Իսկ անունով անունն է կարևոր։ Հունվարի 14-ի հայտարարությունն է, չէ՞, հրապարակվել։ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության կարծեմ արտգործնախարարների։ Է շատ པարզ գրված է, էլի։ Բայց մոտ արևմտամետներն ասում են, որ Միացյալ Նահանգները, որ ինքը մտավ ի տարբերություն նոյեմբերի 9-ի Ռուսաստան, ինչի մտավ, որ օգնի Հայաստանին պահպանելու այդ ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ այլն։ Զսպի Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը միջան։ Ես եթե ձեր հաղորդումը շատ չհարգեմ, ձեր այս հարցին ընդհանրապես մի նախադասությամբ կարող եմ պատասխանել, բայց քանի որ մեր խնդիրը այդ մարկանց հակադարձելը չի, պատասխանեմ հանգամանալից։ Եթե մի նախադասությամբ պատասխանեի, ընդհանրապես կասեի, որ Հայաստանում արևմտամետ չկա, հետեւաբար գոյություն չունեցող սուբյեկտի մտածածին մտքերը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա։ Դրանք բարդույթներով տարապող հակառուսական երևույթներ են, ինչ արևմտամետության մասին է խոսքը։ Արևմտամետությունը շատ լուրջ բան է։ Արժե համակարգ է ենթադրում, բան է ենթադրում։ Սա մեկ, երկրորդը։ Կնեք, ուզում ասեմ լավ, այս մեկ է Նոյեմբերի ինչ բան ունի դեմ մեր ինքնիշխանության, որ սատարի միջանցքին, այսպես լավ ձևակերպել։ Չէ, Վաշինգտոնին, բայց քո ինքնիշխանությունը ինչով է հետաքրքիր։ Նրան մեծ հաշվով Ադրբեջանի շահերն էլ հետաքրքիր չեն։ Ուղղակի Ադրբեջանի հետ ունի օբյեկտիվորեն ընդհանուր շահեր։ Իրանի հետ կապված խնդրում, այլ խնդիրներում ավելի շատ հակառուսականության գիծ Ադրբեջանով կարող է իրականացնել, սուբյեկտային ավելի Ադրբեջանը։ Նա լուծում է կենտրոնական Ասիայի օգտակար հանքանյութերը Եվրոպա, Իրանը եւ Ռուսաստանը շրջանցելով հասցնելու խնդիր։ Այդ հքած ունի քո ինքնիշխանության, քո երկրի տարածքի չափերի վրա։ Այսինքն Ադրբեջանը Թուրքիան ձերքի հետ են իրենց հարցը լուծում, ճիշտ եմ հասկանում, Միացյալ Նահանգները։ Չէ, որպես ավելի կարևոր սուբյեկտներ, երկրորդ շերտով այս մեծ նախագծի իրենց շահերն են սպասարկում։ Դու դառնում ես օբյեկտ։ Իսկն Ամերիկան ստանում է իր գլոբալ շահերը, իր հետ իր շահերի օպերատոր Թուրքիան անվտանգային նոր ճարտարապետությունում ռեգիոնի դառնում է գլխավոր դերակատար։ Ադրբեջանի հետ կարևոր գործընկերություն է ձևակերպում Ադրբեջանը դառնում է օբյեկտ։ Եթե էլի ասիմետրիկ, բայց Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները ուրեմն սուբյեկտային են, Վաշինգտոն-Երևան հարաբերությունները սուբյեկտ-օբյեկտի մակարդակի վրա են։ Նոյեմբերի 9-ից խոսողներ, հիմա համեմատեք, տեսնեք այդ նոյեմբերի 9-ը ինչով էր ավելի շատ սահմանափակում Հայաստանի ինքնիշխանությունը։ Ասում են ռուս զինվոր էր կանգնելու։
Նախնդեղ կար փոխադարձություն այդ դոկումենտում։ Այո, դու մի քիչ քո իրավազորությունը սահմանափակում էիր, բայց դրա փոխարեն ստանում էիր Լաչինի, Միջանցք եւ Արցախ հայկական։ Սա մեկ։ Փոխադարձությունը կար, որը պարտված Հայաստանի համար խիստ բալանսավորված փաստաթուղթ էր դարձնում այդ երրակողմ հայտարարությունը։ Սա մեկ։ Երկրորդը ռուսական այդ ծառայությունը թամեն ուղեկցելու էր ադրբեջանցիներին։ Մաքսային եւ այլ գործառույթներ չէր իրականացնել, դու էիր իրականացնել որպես պետություն։ Այնտեղ գրված էր front office, back office-ի մասին ռուսական այդ երրակողմ հայտարարության տեքստում կամ դրան հետեված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 3 համատեղ հայտարարություն ա եղել մինչեւ 22 թիվը։ 20-ից 22 թվեր։ Որևէ տեղ որևէ արտահայտություն գրված չէր այդ հայտարարություններում, որը ենթադրում էր, որ դու այս ծավալով քո սահմանային մաքսային անձնագրային վերահսկողությունը զիջելու ես։ Հասկանում եք։ Լավ, եթե նույնիսկ ընդունենք, որ նայել էր ինքնիշխանության եւ իրավազորության էական սահմանափակում, ընդունենք։ Տեսականորեն ընդունենք։ Շատ ավելի լավ դոկումենտ էր, քան սա էլի եմ պնդում։ Այսինքն ձեր խնդիրը եղել է տերեր փոխելը։ Ռուսական հովանավորչությունը փոխարինել ամերիկյան հովանավորչությամբ, դա է ձեր խնդիրը, բայց ինքնիշխանությունից էիք խոսում։ Գոնե ռուսական հովանու տակ Արցախ կար, չէ՞։ Դուք Արցախը զոհաբերելուց ասում եք ինքնիշխանություն եք փրկում։ Բացահայտ եք ասում են թյուրիմացությունները, որ հիմա էկոնոմիկայի նախարարը ասում էր դա մեր ինքնիշխանության օրն է։ Արցախի դեմ հարձակման օրը հիշում եք, որ Ստեփանակերտի դեմ հարձակվեցին 23 թվականի սեպտեմբերի 19-ը, այդ անձնավորությունը համարում էր, որ դա Հայաստան ոչ թե պարտության օր է կամ Արցախի հայաթափության օր է, այլ Հայաստանի իրական ինքնիշխանության օրն է։ Բայց սա ինձ ձեր ինքնիշխանությունը մի նախագծով պետական հարատևություն հիմնավորող Էլի այդ նախագծի մասին մի բան, որ քննարկվեց Վենսի մի արտահայտություն Երևանյան, բայց շատ չքննարկվեց այդքան։ Դուք ունեք ձեր կարծիք, ասում էր իշխանությունը չէ խոսում որ ամերիկյան են զուտ լինելու բոլոր ներդրումները։ Վենս ասաց պետք է ներդրումներ փնտրենք տարածաշրջանում մոտորապես երկրների մասին։ Դա ինչ է նշանակում, ովքեր են դրանք։ Ձեր կարծիքով Միացյալ Նահանգները դեմ են լինելու, որ Մեղրի երկաթուղին ոչ թե իրենք վերանորոգեն, այլ վերանորոգեն ադրբեջանցիները դրա նկատմամբ էլ իրավունք ստանան։ Ադրբեջանական ինչ-որ ենթակայություն, իհարկե դեմ չեն լինելու։ Ինչի իրենք փող ծախսեն, եթե կան այլ շահագրգիռ սուբյեկտներ, որոնք պատրաստ են փող դնել։ Օբտիտով ասել, այդ կամով է երաշխիք տալու, որ 74-26 բաժնեմասային ասիմետրիկ հարաբերակցություն ունեցող զարգացման ձեռնարկությունում հայկական կողմի կարծիքի շուտ լսելի է լինելու։ Այնտեղ գրած է, չէ՞։ Կամ որ Միացյալ Նահանգները մի հատ գործընկեր բերեց, անկախ որ երկրից է բերում, հիմա չենք քննարկում այդ։ Դες դավադրություն չեմ ման գալի, ասեմ անպայման թուրքական կամ ադրբեջանական է բերելու։ Ի Հայաստանի իշխանությունը պետք է հանդգնի համարձակություն ունենա ամերիկյան այդ նախաձեռնությանը ընդդիմանա։ Բայց փաստաթղթով կա, չէ՞ այդ իրավունքը, որ եթե փոխում են բաժնետներ, նվիրում են, չգիտեմ ինչ են անում, առանց Հայաստանի համաձայնության չեն կարող։ Հետո կկանգնենք ասենք, քանի որ մեր պետության հարատևությունը ամերիկացիք են հիմնավորում, ապահովում։ Կոռեկտ չի դեմ լինել դրանց առաջարկին։ Այսինքն Վենսի այս հայտարարության մեջ ռիսկեր կա, որ տարածաշրջանից կլինեն հայտնի երկրներից ներդրումները։ Իսկ ինչու ոչ։ Ադրբեջանում հիմա բացահայտորեն երկու նախկին արտգործնախարարներ, որոնք ամենևին էլ դուրս գրված փորձագետներ չեն, վիրավորական իմաստով չեմ ասում, այսինքն մարդիկ են, որոնք ոչ պաշտոնապես սպասարկում են Ալիևի քաղաքական գիծը։ Գուցե շատ ավելի սուբյեկտային կարգավիճակով, քան շատ երկրորդ կարգի պաշտոնյաներ Բաքվի իշխանությունում, Զուլֆուգարովի, Մամեդյարովի մասն է խոսքս, արդեն տևական շրջան է, ամիսներ շարունակ,
Ասում են, որ սովետական տարիներին Մեղրի երկաթուղու տնօրինումը պատկանել է Ադրբեջանին, հիմա նպատակարար է նույն տրամաբանությամբ շարժվել։ Ասել ձեզ ասեցի, փողեր խնայող եւ գործարքային բնավորություն ունեցող Թրամփը տեսականորեն ինչու դեմ պիտի լինի, որ Ադրբեջանը ֆինանսապես հոգա, դրա դիմացել ինչ-որ իրավունքներ ստանալով, Մեղրի երկաթուղու շինարարությունը։ Ռուսների դերի մասին էլ խոսենք, ու ես դրա փակենք։ Տեսեք, Մոսկվան ակտիվություն է ցուցաբերում, ասում են, մենք էլ ենք ուզում քննարկում ենք թրիփին մասնակցելու հարցը։ Ինչպես է դա հնարավոր։ Միաժամանակ պնդում են, որ պատրաստ են Հայաստանում նոր ատոմակայան կառուցել, երկաթուղու մասով էլ գիտեք Փաշինյանի իրենց առաջարկը ուղղված ու երեք Օվերչուկ ասաց, որ դրա շուրջ ենք բանակցում, որ վերականգնենք այդ հարցը։ Լավ, այստեղ եկեք մի քանի շերտի տարկենք միանգամից ասեմ։ Առիթ ունեցել եմ ռուսական շրջանակների հետ էլ էս հարցը քննարկելու։ Եկեք մի քանի շերտի տարկենք։ Այդը Երևանն ասում է Ռուսաստան, տես մենք քեզ չենք հեռացնում, ասում ենք արի լիքը ուրիշ նախագծեր կա։ Բայց Ալեն Սիմոնյանն էլ ասում է հեռացնում ենք, կամ եթե իրանք մասնակցեն, էլ ինչ իմաստ ունի թրիփը, չէ՞, դա էլ եք հիշում երևի։ Բայց եկեք մի քանի շերտի տարկենք, հարգելի արկադի։ Շերտ առաջին։ Ես տեսականորեն չեմ բացառում, որ Ռուսաստանը մասնակից մի օր դառնա թրիփին, բայց սա Հայաստանի հետ բացարձակ կապ չունի։ Սա հնարավոր կարող է դառնալ ռուս-ամերիկյան գլոբալ համաձայնությունների համատեքստում։ Երբ որ աշխարհը կիսեն ազդեցության գոտիների, ինչ-որ խաղի կանոններ նոր կլինեն եւ այլն, այս ծիրին մեջ չեմ բացառում, ամենևին չեմ բացառում։ Նո ռուսները իրենց փայը թրիփում գուցե ստանան, բայց մենք առայժմ հեռու ենք այս հանգրվանից։ Երկրորդ շերտն այն է, որ նման հայտարարությունով, շատ կառուցողական արտակուստ հայտարարություններով ռուսները ինչ-որ բան են զգուշացնում Հայաստանին։ Այսինքն հասկացնում են, որ եթե իրենք չմասնակցեն, թրիփը կենսագործվելու իրական հնարավորություն չի ունենա։ Այդտեղ եւ ԵՏՄ-ի ռեժիմի հետ հակասությունների հարց կա, եւ այն բանի հետ հակասություններ կա, որ այդ թրիփի քթի տակ ռուսական զորքեր են կանգնած։ Այսինքն ուզում են ցույց տալ Հայաստանին, որ առանց Ռուսաստանի մասնակցության ինքը աշխարհակաղակական բախման ռիսկ առաջացնելու թրիփը։ Ավելի շուտ այս հայտարարությունները կարծում եմ դրան են ուղղված, ոչ թե ինչ-որ մեկը ռուսների հետ քննարկում է թրիփ։ Բայց կրկնում եմ, եթե նույնիսկ քննարկվի, Նիկոլ Փաշինյանը մերպես լրահոսից կիմանա այդ մասին, Reuters-ից կամ բանից, ինչպես մենք ենք։ Այսինքն մի օր Թրամփն ու Պուտինը գուցե Անկորիջում կամ որևէ այլ վայրում հանդիպան ժամանակ, ի թիվս միջազգային օրակարգի այլ թեմաների անդրադարձ կատարեն եւ համաձայնություն ձևավորեն նաեւ Սյունիքով անցնող այդ 42 կիլոմետր ճանապարհի շուրջ։ Իսկ երկաթուղու մասով, որ ասում են այդ հատվածները, որը չկա, եկեք վերականգնեք, թե չէ Փաշինյանը ակնարկեց, որ հա կոնցեսիայից կարող է, որովհետև մեր բանին վնասում է, հա, մեր շահերին, աշխարհում։ Դա երկսայր խաղ է։ Եթե ռուսները վերանորոգում են, բնականաբար ռուսական որոշակի ակտիվություններ գրավվածությունը բերում է լարվածության թուլացմանը, ներվի, հա, հայ-ռուսական հարաբերություններում արկա ներվի թուլացմանը չեն թարմացնում ենթադրենք, չնայած դա բխում է նաև Ռուսաստանի շահերից, ի վերջո իրանք էլ խնդիր ունեն նորմալ լոգիստիկա լինի, լոգիստիկ հանգույց, որի միջոցով շփվեն Ադրբեջանի, Թուրքիայի հետ, այդ ակնհայտորեն, բայց եթե թաքնված մտադրությունը իհարկե Նիկոլ Փաշինյանի այնա, որ երկաթուղին էլ հեցի տարբերակով ինչ-որ ռուսական ազդեցությունից ձերբազատի, հա, դա էլ որևէ բան եկեք չբացառենք։ Նիկոլ Փաշինյանը հիմա մի քանի սցենարով խաղերի մեջ է, իհարկե շատ չի ուզենա Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները փչացնի, որովհետև այնուամենայնիվ ինչքան էլ որ ես նկատում եմ, որ Ռուսաստանը թաթախված ուկրաինական պատերազմի մեջ առայժմ տեսանելի տեսլական մեր տարածաշրջանի մասով չունի կամ կաշկանդված է որոշակի գործոններով, բայց հակազդեցության գործիքներ
բավարար ծավալով ունի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը փչացնի։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը բազմասցենար խաղեր է խաղում կամ արտաքին քաղաքականության երկակիության սկզբունքն է կիրառում, որը էլի կարճաժամկետ ընդհանրապես դիվիդենդներ կարող է բերել, ընդհանրապես չխանգարել նրա տրամադրությունը նախընտրական այս փուլում, բայց երկարաժամկետ կտրվածքով հնարավոր չի դա, որովհետև թրիփ այս տեսքով հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, թրիփը բերում է ուժային բաղադրիչ ռեգիոնում, որը հակադրության մեջ է մտնելու Իրանի շահերի հետ, ինչպես նաև սահմանին ռուսական զինվորականների ներկայության հետ։ Սրանք հարցեր են, այս միջև ընտրությունները Նիկոլ Փաշինյանը բոլորին բավարարող ինչ-որ հայտարարություններ է անում։ Որ վերընտրվի։ Որ Պուտինի… Ասում եք կարճաժամկետ, բայց հետո չեղավ, եղավ 5 տարով այդ պարագայում։ Դուք վերընտրվել պլյուս 5 տարի։ Խնդիրները մենք վերընտրությունից հետո արդեն տեսնելու ենք։ Արևը իր հաշիվն է պահանջելու, մյուսները, բայց այդ վեսը Նիկոլ Փաշինյանի այդ շատ սիրուն արտաքինի համար Նիկոլ Փաշինյանին չի աջակցում։ Անտարի հետո բոլորը իրաց պահանջներն ասեն։ Վերցնելու են շերեփները, ընկնեն Հայաստանի վրա։ Բոլորը։ Իհարկե։ Բոլորը Ռուսաստանը չունի Ռուսաստանը հետ։ Ռուսաստանն էլ իր փայ ինչի չունի։ Հոր Ռուսաստանը մենք մեր այդ պսևդո արևմտամետներին չենք հավատում, որ ամեն ուրբաթ Ռուսաստանի պանիխիդ են անում։ Ասում եմ, վերջերս եմ եղել Ռուսաստանում, հավատացնում եմ ձեզ, պատերազմը ազդեցություն ունեցել է, իհարկե ունեցել է որոշակի տնտեսական, սոցիալական, բայց այն պատկերը, որ մեզ նկարագրում են, բացարձակապես իրականության հետ կապ չունի։ Բավականին դիմակայուն տնտեսություն եւ կենցաղ ունեցող երկիր է։ Եվ բնականաբար ինչի է Նիկոլ Փաշինյանի շուրջ երբեմն մեզ թվում, որ կա կոնսենսուս։ Նիկոլ Փաշինյանի շուրջ չի, նա թուլության եւ խոցելիության շուրջ է։ Դե աշխարհակաղակական բոլոր կենտրոնները հասկանում են, որ թույլ տկար խոցելի ղեկավարի վզակոթին տալով կարող են իրենց փայը վերցնել։ Տկարության շուրջ է, Նիկոլ Փաշինյանի տկարության Հայաստանի մեջքը կռացած լինելու շուրջ է միջազգային կոնսենսուսը։ Այդպես եղել են 21-ից էլ եւ այլն։ Դե հիմա հետ պատերազմի փուլում բացառիկ հնարավորություններ կար այդ կապիտուլյացիայի շղթան միտեղ ընդհատել, որպես էպիկրիզ պարտություն ընդունել, հետո կազդուրվելու մասին մտածել։ Նիկոլ Փաշինյանը որոշեց արկածախնդրական մի ճանապարհով գնալ, որ Հայաստանը գրեթե անշրջելիորեն դրեց պերմանենտ զիջումների այս տվաստացուցիչ շղթայի առաջ։ Շատ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցներ, Կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։